Խնդրի դրվածքը, նպատակը հասկանալի է բոլորին, ընդունելի է բոլորի համար եւ ինչպես նշվեց, այստեղ կոնսենսուս է։ Սրա մասին չխոսենք եւ ոչ մեկը մի հիմնավորեք, թե սա լավ գաղափար է։ Ում հասկանալի չի, որ պետությունը ունի սուրբ պարտականություն իր զինվորին պահելու, իր սահմանը պահելու եւ այդ սահմանը պահողի առողջությունն ու նրա կյանքը ապահովագրելու տիրություն անել։ Այստեղ խնդիր չկա։ Ընդհանրեն մեր առարկությունները միջոցի մասին է։ Այս գործը պետությունը պետք է անի, թե պետությունը այլ միջոցների պետք է դիմի։ Ըստ իս սա պետական մենաշնորհ է։ Հասարակությունը կարող է օգտակար լինել։ Պետությունը իր միջոցներից, իր բոլոր հնարավոր միջոցներից պետք է այս խնդիրները լուծի, առավել ևս, եթե կա դրա կարիք, ստեղծի միջավայր, որ այդ միջավայրով հասարակությունը օգտակար լինի, հասարակությունը նվիրատվություն անի, հասարակությունը գումարներ դնի, միջոցառումներ անի, համերգ կազմակերպի, հազար բան, որով բարձրացնի զինվորի եւ անվտանգության եւ ոգու միջոցները։ Խնդիր չկա այստեղ։ Մենք ունենք այդ միջավայրը, չունենք։ Ովքեր մասնակցել են 91 թվականին 1 գրամ ոսկի օպերացիան հիշում եք, պետությունը ծանր վիճակում էր, դիմեց քաղաքացիներին կամավոր։ Քաղաքացիները ես այդ շարքում 1 գրամ ոսկի տալ եմ, հանձնել եմ եւ հիմա հպարտությամբ պահում եմ այն վկայականը, որ ես մասնակցել եմ իմ պետության դժվար ծանր օրերին 1 գրամ իմ կնոջ ոսկին ես տալ եմ, հանձնել եմ։ Դա հպարտության մի ամբողջ հումանիզմի դաշտ էր։ Կամավորականությունը մարդուն բերում է հերոսության։ Պարտադրանքը հերոսությունից հետ է տանում։ Եվ այդ ամբողջ ես իմ ասածը հետևյալն է. պարտադրանքով հերոսություն եւ քաջագործություն չես կարող ստիպել։ Կամավորով եւ սեփական օրինակով կարող ես ստեղծել։ Հիմա ես ձեզ հիմա հիմնավորեմ մի քանի րոպե, որ 10 անգամ ավել կարելի է որ մեր երկիրը խնդիրը լուծել, 10 անգամ կրկնում եմ։ Եվ որոնք են այդ միջոցները։ Ասում եմ միջոցները։ Երրորդ անգամ այս դալիճից, այս ամբիոնից հրապարակում եմ Հայաստանից տարեկան դուրս է գալիս տարբեր հաշվարկներով 1-ից 1.5 միլիարդ դոլար ապօրինի կանխիկ փող։ Հարգելի անվտանգության ծառայողներ, հարգելի վարչապետ, հարգելի, չգիտեմ, երկրի տարբեր ծառայություններ։ Այս իմ ասածը, որը հիմնվում է միջազգային կառույցների, զեկույցների վրա, թիվը կիսեք, թիվը բաժանեք 3-ի, ինչ ուզում եք արել, բայց այս թիվը ստուգելու եւ հետամուտ լինելու կարիք ունի, թե չէ, Հայաստանից միլիարդ դոլար դուրս է գալիս, մեկը պիտի կանգնի ասի, չկա չի բան, սուտ ես ասում, կա, բայց 300 միլիոն դոլար է, այս աղբյուրը բերեք բյուջե, եւ պետությունը այս ձևի անարժանապատիվ նախագիծ չի բերել, պետությունը պետք է այս գործը լուծի, պետությունը թող իր դրածը 100 միլիարդը դինի, ասի Ժորժ ջան, մի քիչ վիճակը ծանր է, արի դու էլ օգնի, հաջորդը ես երկրում գիտեմ 5 միլիարդատեր, այս դալիճում 60 միլիոնատեր կա պաշտոնապես, սոված երկրում, աղքատ երկրում, աղքատության 33% ունեցող երկրում ունենք այս ձևի օրինական միջոցներով հարստացած մարդիկ։ Իսկ այս ձևի երկրում օրինական, այսքան կարճ ժամանակում, այս ձևի աղքատ երկրում չեն հարստանում։ Այդ մարդկանց որևէ մեկը պիտի ասի գերագույն գլխավոր հրամանատար, վիճակն էս վիճակ չի, եկեք մի բան դուք վերցրեք ձեր վրա։ Ասելու են թե չէ։ Բոլորը գիտեն, 40% նվազագույնը մեր երկրում ստվերային տնտեսությունն է։ Նվազագույնը ասում եմ 40%։ Եվ դա, եթե ուզում եք ստվերի գումարը բերել բյուջե, հարկային, դա նվազագույն համեստ հաշվարկով կազմում է 1 միլիարդ դոլար։ Դժվար է 1 միլիարդ բերել, իհարկե, որտեղ դրանք ձեր մեջ են, այստեղ նստած են։ Բերեք 100 միլիոնը։ Պետական համակարգը պիտի աշխատի, թե չէ։ Այս համակարգում դատախազությունը պետք է աշխատի, թե չէ։ Սերանին եմ ուղում, Սերան ջան, ախր դու զինվորական մարդ, կուլտուրական մարդ, գեներալ մարդ, կրված մարդ։ Ես ու լովը կարող է ջանամ, չիմանանք բանակում ինչա կատարվում։ Դու չգիտես ովքեր են գողացողները։ Եթե գիտես, Աստված պիտի պատժի այդ գողացողներին։ Ով է ասել, որ տրիբունալ չի գործում, զինվորի հացը գողացողին պատիժ չի գործում, չէ որ արդար երկիր ենք ուզում։ Զինվորը այդ արդարության զգացումը պետք է ունենա։ Թե ասենք, սպասենք Աստված կպատժի են գեներալներին, հայ, որոնք գողություն են։ Այդպես երկիր չեն կառուցում։
տեստերը կարա այդպես ասի, չգիտեմ, բաղ բացողը ասի, բայց երկիրը պիտի տեր կանգնի իր արդարությանը։ Թիվ ասեմ, միշտ սիրում եմ թվերով եւ մի հետ խոսեք թվերով։ Հայաստանը ունի 150 գեներալ, ոչ միայն պաշտպանության բնագավառում։ Մեր 20,000 բնակչին ընկնում է 1 գեներալ։ Համեմատեմ, Ռուսաստանի 200,000 բնակչին է ընկնում 1 գեներալ։ Սա մեջ մտնում է ՆՎԴ-ն, արտակարգ իրավիճակները, դատախազները եւ Միացյալ Նահանգներում 285,000 մարդուն ընկնում է 1 գեներալ։ Ժորժ ջան, շատ չի։ Լա համեմատեք 15 անգամ Ռուսաստանի հետ համատած 10 անգամ մեր գեներալների քանակը ավել է։ Լավն են, հզոր են, արժանի են, դրա մասին է խոսքը։ Բայց 10 անգամ ավել Հայաստանը գեներալ պետք է ունենա։ Ոստիկանության այս քանակը փաստա չէ, որ աշխարհում առաջնային տեղերում է։ Կրճատեք ոստիկանություն, եղբայր։ Գումար եմ ասում 100 միլիոն դոլարի չափ։ Կոնկրետ ենք խոսում։ Մեր արտաբյուջետային միջոցներն են։ Ինչի համար։ Սա կոռուպցիայի դաշտ է, ստվերածայրի ծայր։ Եկեք բացենք։ Որևէ մեկը տեսել է քաղաքապետարանի 4 հիմնական սուբյեկտներ ասեն, որոնք արտաբյուջետային ամենաշատ ունեն։ Ոստիկանություն, պետեկամուտներ, մաքսային, ռեգիստր, քաղաքապետարան։ Ինչի համար այս բյուջեից դուրս բյուջեն։ Փակեք։ Արտակարգ վիճակում ենք, նախապատրիազմական վիճակում ենք, փակեք, ռազմական դրություն հայտարարեք։ Իմանանք, որ այս գողացած փողերը այլևս չեն գողանում։ Ու այս գումար տարեք 10 անգամ ավել տվեք այդ զինվորին։ Մենք լուծում ենք առաջարկում, մենք այլ ընտրանք ենք առաջարկում։ Դուք բերել եք մի վիճակ, ասում եք, այդ 1000 դրամը չտաս, հայ, ամոթ, դու զինվորին չեն տալ, եղբայր, ես 100,000 եմ տալիս, դուք ու միլիոնը պահում ես, ուրիշի 1000 դրամն ես ուզում, այստեղ անբարոյականությունն է, սա մուրացկանությունն է, այդ այս մեթոդն ես կիրառում։ Եղբայր, այնքան միջոցում բան կա, այս երկիրը շտկելու, փոքր, մի բուռ ազգենք, եւ բաց, տեսանելի, բոլորին գիտենք։ Այդ միջոցները թողել ես, իմ գրպանին մի կպի։ Իմ դրամապանակին չկպնես, Գագիկ Խաչատրյանի 40 միլիոնանոց այդ, որ սարքել է, պետականացեք տվիք զինվորին։ Գետեո եք սարքե, դոշմանիշ եք բաժան, սովետի հոտ է գալիս։ Մարդու արժանապատվությունը պիտի հարգի, ոչ թե պարտադրանք աշխատի։ Մարդը ասում այս երեխս ուղարկել եմ բանակ, այո, հարկերս մուծում եմ, ուզում եմ աշխատեմ, աշխատանք էլ չես տալիս, աշխատում եմ, հարկս մուծում եմ, գնա զինվորի կոշիկի եւ անվտանգության ու սոցիալական խնդիրներ լուծի, տասնապատիկ լուծի, իսեր աստծու, հարյուրապատիկ լուծի, ու կա այդ միջոցը։ Մեր կռիվը է սա, միջոցը գտեք։ Ձեր դաշտից ուրիշ դաշտ չեք ուզում ոչ մի կոպեկ աշխատեք, օգտագործեք։ Եվ այս ձեւ ամենալավ գաղափարն է փչացնում։ Հումանիզմի գաղափարը, պետության արժանապատվության գաղափարը, այս օրենքը որ չեղավ, այսինքն չի լինելու այդ սոցիալական ծախսը զինվորի նկատմամբ։ Ասենք թե չընդունվեց։ Չի լինի այդպես, չէ՞։ Ախրանա եք պահում, հաշվել եմ 1000-ից ավելի ախրանա կա, ժողովուրդ ջան։ Այդ զենքը, այդ ֆինանսը, երբեմն $1000 ախրանա պահելը, ում համար եք ձեր ֆիզիկական ու ձեր տունը պահում, եթե սահմանը խախուտ լինի։ Եթե սահմանից արհավիրքը եկավ մտավ, ձեր ախրանան ձեզ պահելու է, թե ձեր տունը հաղթանակի զբոսայգու դեմը սարքած այդ պարիսպները պահելու է։ Հա, դրանք բերդ է, դրանք առանձին բաստիլ են, պահելու եք իրանք։ Գալու է, չէ, տանելու է բոլորին։ Թիվ ասեմ, Հայաստանում գրանցված ընդամենը 15 տուն, որոնք $250,000-ից ավել են գնահատված։ Հավատում եք սրան։ Հայաստանում քանի տուն դուք գիտեք, բա այսպես միանգամից երևում է, չէ, որ իրանք $250,000 թանկ են։ Սա կադաստրավորվել է, որպեսզի այս մարդիկ գույք չմուծեն, գույքարկ չմուծեն։ Միայն Հայաստանի գույքահարկը, եթե դուք վերանայեք, խնդիր դրեք, անվտանգության խնդիր։ Հայաստանի մեծահարուստների կամ ընդհանրապես մեծ կառույցների գույքարկը կադաստրավորեք եւ տեսեք ինչքան նոր գույք է գալիս։ 15 հոգի է, հա, Հայաստանում այս թվի տակ մտնում։ Պարզ չի որ կեղծիք է։ Կեղծիքը մեր 4 կողմն է, ոչ մեկը չենք ուզում կեղծիքը մաքրենք, կեղծիքի դեմ պայքարենք, ստվերի դեմ պայքարենք, ասում ենք ամոթ նրան, ով հանկարծ համարձակում է քննադատել 1000 դրամ չեք տալիս մեր զինվորի համար։ Ամոթ նրան, ով սասարկում է մատաղի փող, սա դարձնում է մուրացկանություն, պետությանը նվաստացնում է։ Սա պետական ֆունկցիա է, եւ պետությունը պետք է կարգավորի։ Ու իր բյուջեով, քաղաքացու տված բյուջեով։ Մնացածը բարեգործությունը։
կամավորություն է, հումանիզմ է, այդտեղ յուրաքանչյուրը կարող են մասնակցել։ Սիրուն գաղափարներ մի փչացրեք։